Պապան, դուք գիտեք, որ ազգային ժողովում մենք քննարկել ենք եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է ԵԱՏՄ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, քանի որ դուք ոչ միայն Եվրամիության ներողություն եմ խնդրում։ Դե մկեցված ապագիներից հետո դժվար է վերադառնալ նիստի բովանդակությանը։ Դե դժվարությամբ, բայց վերադարձանք հուսանք։ Պարոն Պապան, դուք ոչ միայն էկոնոմիկայի նախարարն եք, դուք նաև իշխող ուժի վարչության փոխնախագահ եք, այդ կոնտեքստում նաև հարցս քաղաքական է։ Տեսեք, մենք այդ ամբողջ քննարկումների ընթացքում մարդիկ, ովքեր բերել էին այդ նախաձեռնությունը եւ մեր դատին էին ներկայացնում, այդպես էլ որևէ հաշվարկ, որևէ հիմնավորում, տեսական ծրագիր մեզ չկարողացան ներկայացնել։ Հիմա հարցս հետեւյալն է, բայց դրան զուգահեռ մենք մեր գործընկերներից այսպես դժգոհություններ լսեցինք, որ անհամատեղելի են երկու կառույցները միմյանց հետ եւ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք, եթե շատ ուղիղ սկսում ենք անդամակցության գործընթացը Եվրամիությանը։ Պարոն Պապան, մենք պատրաստ ենք, կարող ենք ԵԱՏՄ-ն փոխել, փոխարինել Եվրամիության անդամակցության երազանքի հետ, թույլ տվեք այդպես ձևակերպել, շնորհակալ եմ, եւ դուք ունեք որևէ հաշվարկ, մի ընդհատեք ինձ, պարոն Սուքիասյան, եւ դուք ունեք որևէ հաշվարկ, այն է նշանակում, որ այն ինչ որ քննարկվեց ազգային ժողովում, դա դեռ մեզ չէր տանում Եվրամիություն։ Դուք բա ինչ էինք քննարկում։ Լավ, տիկին Խաման ավարտեք դեր հարցը։ ԵԱՏՄ-ն արդեն կայացած կառույց, մեծ շուկա, դուք հպարտանում եք թվերով, ամեն տարի հպարտանում եք, պատրաստ ենք փոխանակել ԵԱՏՄ-ն Եվրամիության երազանքի հետ։ Այո, եթե ապակիներին կպատասխանենք, վստահաբար այս հարցին էլ պետք է պատասխանենք։ Իհարկե։ Եվ հաշվարկների մասով կան հաշվարկներ, այդ շուկա մենք ինչ կարող ենք արտահանել առհասարակ, մենք այդքան պոտենցիալ ունենք, չունենք, տնտեսական մասին է խնդրում եմ անդրադարձեք, նաև ուսումնասիրությունները։ Շատ լավ։ Նախ սկսեմ նրանից, որ այն փաստաթուղթը, որը ազգային ժողովում քննարկվեց, դա ըստ էության անդամակցության մասին փաստաթուղթ չէր։ Ես սա մեկ։ Երկրորդը, ես Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարել եմ մի անգամ, հիմա էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում չկա քննարկում, չկա այդպիսի օրակարգ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Հետևաբար ես կարող եմ շարժվել այն օրակարգերով, որոնք որ կան։ Իսկ օրակարգը հետևյալն է, տնտեսությունը որքան հնարավոր է դիվերսիֆիկացնել, ընդ որում դիվերսիֆիկացիան դա չի ենթադրում ընդդեմ ԵԱՏՄ-ի ինչ-որ բաներ։ Իսկ եթե մենք օրինակ որևէ մի ապրանք ներմուծում ենք մեկ այլ երկրից, որը ԵԱՏՄ անդամ չէ, բայց ԵԱՏՄ երկրներից էլ կարող ենք ներմուծել, դա նշանակում է, որ մեր առջև խնդիր է դրված այդ ապրանքը, եթե հնարավոր է ԵԱՏՄ այդ երկրից ներմուծել։ Եթե մենք որևէ ապրանք արտահանում ենք միայն ԵԱՏՄ երկիր, ապա մեր առջև ամբողջ նախարարության առջև խնդիր է դրված այլ երկրների շուկաներ էլ գտնել։ Կարճ ասած, սա մի գործընթաց է, որը ոչ կողմ է որևէ շուկայի, ոչ դեմ է որևէ շուկայի։ Սա կողմ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև մեր խնդիր չունենք մեր կախվածությունը մեկ շուկայից փոխարինել մեկ այլ շուկայից կախվածության, կլինի ներմուծում, թե արտահանում։ Մենք խնդիր ունենք ինչքան հնարավոր է բազմաթիվ թելերով տարբեր շուկաներից կախվենք, այդ թվում նաև ԵԱՏՄ շուկայից եւ ԵՄ շուկայից, Մերձավոր Արևելյան շուկայից, ասիական խոշոր շուկաներ կան Չինաստան, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիա, Ամերիկա, Կանադա եւ այլ, եվրոպական ոչ ԵՄ անդամ երկրներ եւ այլ, այո, եւ հակառակը, այսինքն այս առումով ուզում եմ նշել, որ այդպիսի մենք սպասարկում ենք այն օրակարգ, որը իրականության մեջ կա, իսկ այդ օրակարգն է, որքան հնարավոր է շատ եւ սերտ տնտեսական փոխհարաբերություններ ունենալ հնարավոր պոտենցիալ բոլոր շուկաների հետ։ Եվ ես առաջիկա օրերին այցելելու եմ Ռուսաստանի Դաշնություն, հանդիպելու եմ իմ երկու գոլեգաների հետ, ունեմ շատ բավականին լայն
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ հարցերի, որ պետք է քննարկենք, եւ այդ օրակարգը ենթադրում է մեր առևտրատնտեսական հարաբերությունների ել ավելի զարգացում։ Դրանից հետո Միացյալ Արաբական Էմիրություններ այցում են, որ ենթադրում է այդ երկրի հետ հարաբերությունների խորացում։ Դրանից հետո Ճապոնիայում պետք է մասնակցեմ Էքսպո Օսակային, որը ենթադրում է առաջին հերթին հենց այդ երկրում, այդ տարածաշրջանում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացում, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում եւ այսպես շարունակ։ Այսինքն իրականության մեջ մեր օրակարգը մի փոքր այլ է եւ բոլոր երկրների հետ մենք կարծում ենք, որ պետք է զարգանան մեր հարաբերությունները եւ այո, Ռուսաստանի Դաշնության հետ մեր դրա շրջանառության ել ավելի պիտի մեծանա, ինչպես օրինակ պիտի մեծանա նպատակ որպես Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միության հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ եւ այսպես շարունակ։ Ինչ վերաբերվում է պոտենցիալին, իհարկե պոտենցիալի հետ կապված հաշվարկներ իրականացնում ենք եւ ուզում եմ ես ձեզ մի կարևոր բան նշեմ, մեր գնահատականներով մենք իհարկե այնտեղ Եվրոպական միության շուկայում դեռևս մենք ունենք սահմանափակումներ որոշ ապրանքների արտահանումը, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք եւ հաջողություններ արձանագրում ենք, օրինակ ձկնամթերքի արտահանումը փակված էր Եվրոպական միությունում եւ նաեւ երկարատև այդ աշխատանքի արդյունքում այդ հնարավորությունը մեզ համար բացվեց, ինչ շատ ուրախալի է, մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ մսամթերքն է շարունակում փակ մնալ, այսինքն կան իհարկե կան դժվարություններ իհարկե կան եւ մենք փորձում ենք այդ բոլոր ուղղություններով աջակցենք այդ թվում նաեւ կառավարությունը վերջերս աջակցության գործիքակալ տվեց դեպի Եվրոպական միության որոշ երկրների արտահանման ժամանակ իդեմս որոշակի գումարային աջակցություն ինչու համար ենք սա անում էլի սա շատ խիստ ժամանակավոր գործիք է ժամանակավոր գործիքը նրա համար է որ մեր գործարանները հարմարվեն եվրոպական շուկայում մնան եվրոպական շուկայում որովհետեւ բայց դա չի նշանակում, որ մենք էլի եմ կրկնում, շեղվում ենք մեր օրակարգից, որովհետև նույն տրամաբանությամբ վաղը մեր զբոսաշրջության կոմիտեն Մոսկվայում մասնակցելու է MITT միջոցառմանը, որ զբոսաշրջային մեծ միջոցառում է, դրանից առաջ էլ Մադրիդում էր մասնակցում։ Եվ նպատակը մի դեպքում Իսպանիայից եւ Եվրոպայից զբոսաշրջիկ բերելն է, այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկ բերել։ Այսինքն մեր քիչ առաջ էլ խոսում ենք Վրաստանից։ Այսինքն մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք ու մեզ համար չկա այդպիսի քաղաքական այդպիսի սահմանափակում ընդհակառակը ինչքան հնարավոր է որտեղից հնարավոր է փորձելու ենք մեր առևտրաշրջանառությունը ավելացնել։ Շնորհակալություն, արձագանք։ Ես սկսեմ վերջից կա ձեր համար քաղաքական սահմանափակում կամ առհասարակ սահմանափակում, պարոն Պապյան, շատ լավ է որ այդքան ճկուն եք, բայց վստահաբար տեղյակ եք, որ նույն ձեր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, տեխնիկական վրիպակների պատճառով ճակերտավոր հետաձգել է երկրորդ ընթերցումը հարցի քննարկման։ Այսինքն այն պատասխանները, որ դուք տալիս եք, հրաշալի փայլուն դիվանագիտական պատասխաններ են, շատ լավ է, բայց դուք գիտեք, որ իրականությունը բոլորովին այլ է։ Իրականությունը այն է, որ մեր գործընկերները շատ զգայուն են, այսպես տանում Եվրամիության անդամակցության հետ կապված ցանկացած գործընթաց, դա կլինի իշխանությունների ձեռքով, դա կլինի այլոց ձեռքով, դա կլինի, չգիտեմ, ընդդիմադիրների ձեռքով եւ այլն եւ այլն։ Հիմա իմ հարցը շատ հստակ է, ես կարծում եմ դուք այդ ճոխությունը ձեզ կարող եք հիմա թույլ տալ հաշվի առնելով, որ ձեր խմբակցությունը Ետ քայլ արել եւ փաստորեն երկրորդ ընթերցմամբ հարցը ինչ որ ժամանակով առժամանակ արկախվել է։ ԵԱՏՄ շուկա, այսինքն տեսանելի շոշափելի արդյունքներ, թե երազանք, ոչ շոշափելի Եվրամիության երազանք։ Դուք ո՞րի մեջ եք հիմա ընտրություն կատարում։ Առաջինի թե երկրորդի։ Համեցեք, պարոն Պապյան։ Տիկին Խաման, այո, զգայուն է հարցերը, դա պետք չի թաքցնել եւ աշխարհակաղակական իրավիճակներն էլ པարզ չեն ամենևին եւ բայց դրա համար մենք փորձում ենք մաքսիմալ այնպիսի քաղաքականություն վարենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կոնկրետ տնտեսական քաղաքականության մասով շարունակի մնալ կենսունակ եւ դիվերսիֆիկացիան հենց այդ կենսունակության մասին է, որովհետեւ ես կրկնում եմ, սա մի քիչ չգիտեմ ինչքանով է սա քաղաքական կամ
ոչ թե այո, բայց պիտի ասեմ։ Եթե որևէ ապրանք մենք արտահանում ենք միայն Ֆրանսիա, ես խնդիր եմ դնում այդ ապրանքը նաև արտահանել Ռուսաստան, Չինաստան եւ Էմիրություններ։ Եթե մենք որևէ ապրանք արտահանում ենք միայն Ռուսաստան, ես խնդիր եմ դնում այդ ապրանքից արտահանել նաև Ֆրանսիա, Էմիրություններ, Չինաստան, որևէ ապրանք Չինաստան, այսինքն այստեղ երկիրը ինքը շատ պայմանական է մեզ համար կարևոր է որպեսզի աշխարհից լինենք հնարավորինս շատ թելերով կախված եւ իհարկե մեր համեստությունը չպետք է կորցնենք նաեւ ինչքան հնարավոր է աշխարհը մեզանից լինի կախված սա մեր կենսունակության ամենակարևոր գրավականն է լինելու ինչ վերաբերվում է ԵԱՏՄ շուկա շոշափելի շուկա շոշափելի երկու շուկաներն շատ շոշափելի են եւ ԵԱՏՄ շուկան է իր ֆինանսական տնտեսական ծավալներով եւ ֆիզիկական ծավալներով Հայաստանի համար շատ մեծ ու կարևոր շուկա եւ Եվրոմիության շուկան եւ այստեղ ես այդ տարբերությունը չէի դնի ավելին ԵԱՏՄ կա թյուր կարծիք թե ԵԱՏՄ ստանդարտները ավելի ցածր ստանդարտներ են, քան Եվրոպական միության ստանդարտները։ Բացարձակապես այդպես չի։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, եւ դա շատ նորմալ ու տրամաբանական է, եւ դա արվել է առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակություն ապահովելու նպատակով։ Եվ ես այսօր ուզում եմ նաեւ ուրախությամբ նշեմ, որ մենք որոշակի պատմական փուլեր ենք անցել։ Փուլ 1, երբ որ արտադրում էինք ցածր իհարկե բարձր եվրոպական ստանդարտներ նույնական երբեմն առանձին դեպքերում տեսնում ենք նույնիսկ ավելի խիստ ստանդարտներ է սահմանվում եւ հիմա մենք մի փուլ ենք անցել երբ որ զանգվածային արտադրություն համեմատաբար ցածր որակ ես կարծում եմ մտել ենք նաեւ մի փուլ որտեղ բարձր որակ ենք արտադրում բայց դեռ չենք կարողանում բարձր որակի շատ մեծ արտադրանք թողարկել, այսինքն մեր արտադրողականությունը դեռևս բավարար բարձր մակարդակի վրա չի, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական որակավորման պակաս ունենք, բայց օրինակ կառավարության լիզինգի աջակցության ծրագիրը այս առումով հսկայական փոփոխություն է մտցրել։ Ես բերեմ մի օրինակ, այնտեղ 3 տարբեր լիզինգի գործիք կա, մի գործիքով 370 միլիարդ է պորտֆելը, մի գործիքով 50 միլիարդ, մի գործիքով 20 միլիարդից ավել, արդեն մոտ 440-450 միլիարդ մոտավորապես պորտֆել ունենք եւ դա անընդհատ ավելանում է կարող է մի շաբաթ հետո ասենք ավելի մի քանի միլիարդ ավել նշվի այս սրա միջոցով մի քանի հազար տնտեսվարող ձեռք են բերել հազարավոր նոր մեքենա սարքավորումներ եւ սա տնտեսության վրա իր արդյունքը տվել է Սաղիկ ասեք որտեղ 70-ում Ռուսաստանում վաճառում հոլանդականը 7% հայկականը իշքան է իհարկե Ես ուրիշ բան էլ հիմա ասեմ, նույն Ռուսաստանի Դաշնությունում մենք Նիդերլանդներից հետո երկրորդն ենք մասնաբաժնով ծաղիկը, բայց միայն դա չի, Հայաստանից ամեն օր արդեն համարյա ամեն օր Միացյալ Նահանգներն էլ ծաղիկ գնում ինքնաթիռով, այսինքն նույն ծաղիկ արտադրողներն իրենք հասկանում են, որ ավելի շատ շահույթ պետք է ստանալ եւ նույն իրենց շուկաները պետք է մաքսիմալ դիվերսիֆիկացնեն, դրա համար եւ եվրոպական շուկայի վրա են կենտրոնանում եւ ամերիկյան շուկայի եւ մյուս այլ շուկաների, բայց շարունակեմ միտքս Տիկին Խաման, միացրեք ձեր խոսափողը ավարտեմ ու շարունակեք լիզինգի օրինակով բերեմ մի քանի տարի առաջ 6 ժամ մարդ հնա էր էլի մեր մեկ շնչի արտադրողականությունը հիմա արդեն համարյա 11-ի շրջակայքում ենք ու նպատակ ունենք 12 հասնենք 25-ի արդյունքներով փաստացի այսինքն կրկնապատկենք 5 տարվա ընթացքում մեր արտադրողականությունը դա արտադրողականության կրկնապատկելու համար փաստացի երկու կարևոր բան կա առաջինը դա տեխնոլոգիան է երկրորդը գիտելիքն է Հիմա մենք կենտրոնացած ենք եւ մարդկային կապիտալի զարգացման վրա, այսինքն մեր գիտելիքների վրա արտադրողականության առնու եւ իհարկե տեխնոլոգիայի միջոցով արտադրողականության բարձրացման։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, այո, ցանկացած պարագայում էական չի, մենք բնականաբար որևէ արտաքին մակրո պայմանները իրանք հեշտացնում կամ դժվարացնում են քո որոշակի շուկա մտնելու կամ չմտնելու հնարավորությունները, բայց դա չի նշանակում, որ եթե մենք ինչ որ X տնտեսական միության անդամ ենք, պետք է մնանք պարփակված X տնտեսական միության մեջ կամ հակառակը նույն եվրոպական միության երկրների համար իրենց ամենամեծ շուկաները Միացյալ Նահանգները կամ Չինաստանն են շատ հաճախ, ոչ թե ԵՄ մյուս գործընկերները։ Հստակեցնենք, էլի, պարոն Պապյան, այսինքն մենք եվրոպական շուկայից օգտվելու համար
պարտադիր չի, որ անդամակցության անհեռանկար, անիրատեսական գործընթաց սկսենք։ Ճիշտ եմ ձեզ հասկանում։ Եվրոպական միության շուկայից օգտվելու համար պետք է առաջին հերթին ունենալ բարձր որակի մրցունակ ապրանքներ։ Բայց պարտադիր չի ԵՄ անդամ Չվերածենք երկիր դառնալ։ Եվրոպական միության շուկայից օգտվում են ամենաշատ օգտվող շուկաները Միացյալ Նահանգներն ու Չինաստանին, եւ Եվրոպական միության անդամ չեն։